Բարև բոլորին, երբեմն մեր աչքին երևում է այն, ինչ իրականում սխալ է, կամ մեկ պատկերի մեջ նկատում ենք մի քանի մարմին։ Դրա վառ օրինակ են տեսողական խաբկանքները։ Այս տեսանյութում կներկայացնեմ մի քանի տեսողական խաբկանք, եւ կարող եք ստուգել, թե արդյոք ձեր տեսողությունը եւ ուշադրությունը անթերի է։ Բայց մինչ թեմային անցնելը, լայքեք տեսանյութը եւ բաժանորդագրվեք ալիքին հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Էյմսի սենյակը։ Այս սենյակը հայտնագործվել է 1946 թվականին հոկեբան Ալբերտ Էյմսի կողմից։ Սենյակի աջ կողմում կանգնած մարդը կարծես հսկա է, իսկ ձախինը կարճահասակ։ Իսկ երբ մարդը մեկ անկյունից մյուսն է գնում, թվում է, թե նա չափերով մեծանում կամ փոքրանում է։ Պատճառն այն է, որ սենյակի անկյունները նույն գծի վրա չեն։ Ձախ անկյունը ավելի հեռու է գտնվում, իսկ աջը մոտիկ։ Հեռվից դիտողները պատրանքը չեն նկատում նաև այն պատճառով, որ սենյակի երկու կողմերի նախշերը եւ այլ իրերը համապատասխանաբար մեծ եւ փոքր են ու երևում են հավասար չափի։ Բացի այդ, Էյմսի սենյակի առաստաղը եւ հատակը թեք են։ Կետավոր ցանցը։ Ամեն ինչ կարծես սովորական է, սև քառակուսին պատված է սպիտակ գծերով, բայց նայելով այս ցանցին դուք սպիտակ գծերի հատման վայրերում կտեսնեք մոխրագույն կետեր, որոնք անկանոն մարում են, բայց իրականում կետեր չկան, ուսատեսողական խաբկանք է։ Մյուս ցանցում սպիտակ շրջանագծի վրա երևում են արդեն սև կետեր։ Կետավոր ցանցի մեկ այլ տեսակ է այս պատկերը։ Այդտեղ կա 12 սև կետ, բայց միաժամանակ բոլորը տեսնել չի ստացվում։ Երբ նայում եք մի գծի վրա գտնվող կետերին, մնացածը անհետանում են։ Կետավոր ցանցի ֆենոմենը կապված է մարդու տեսողական ընկալման հետ, բայց այդ երևույթը դեռ հստակ բացահայտված չէ։ Ալիքավոր նկարներ։ Ակիոսի Կիտաոկա անունով ճապոնացի հոկեբանը ստեղծել է յուրահատուկ նկարներ, որոնք թվում է թե շարժվում են։ Այս նկարի վրա կարծես ալիքներ են անցնում։ Կան բազմաթիվ նմանատիպ շարժվող պատկերներ։ Տվյալ խաբկանքը հիմնված է գույների հակադրման վրա։ Մյուս նկարում պատկերված են միանման նախշեր։ Նկարի մեջտեղում ակնհայտ ընդգծված է քառակուսի, որը նույնպես շարժվում է։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ մեջտեղի մասում նախշերի ուղղությունը փոխվում է։ Դա էլ հանդիսանում է այդպիսի ընկալման գլխավոր պատճառներից մեկը։ Տարբեր երանգներ։ Այս տեսողական խաբկանքը գույների թվացial փոփոխությունն է այլ գույների ազդեցության շնորհիվ։ Այս նկարում աջ կողմի մոխրագույնը թվում է ավելի մուգ, քան ձախինը, սակայն երբ միացնում ենք, պարզվում է, որ դրանք բոլորովին նույն երանգի են։ Հաջորդ նկարում աջ կողմի կարմիրը նույնպես ավելի մուգ է երևում։ Խաբկանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ եթե մի գույնի փոխաբերաբար տեղադրել սև գույն, ապա այդ գույնը կթվա ավելի մուգ երանգի։ Գույների համադրումը մեծ նշանակություն ունի դրանց երանգի ու պայծառության վրա։ Անհնար եռոտանին։ Եթե ձեռքով փակենք այս եռոտանու վերևի մասը, ապա կստացվի սովորական պատկեր։ Ներքևի մասում երկրաչափական պատկերը ունի 3 վերջավորություն, սակայն վերևում ձևավորվում է անկյուն եւ մեջտեղի ոտքը կարծես անհետանում է։ Նկարը անհնարին է նաեւ այն պատճառով, որ մնացած երկու շրջանաձև ոտքերը դառնում են ուղղանկյուն։ Կան նմանատիպ շատ պատկերներ, որոնք ստեղծված են նույն սկզբունքով։ Մենք չենք կարողանում նորմալ հասկանալ այս պատկերը, քանի որ մարդու ուղեղը ընկալում է այդ դետալները առանձին եւ առաջանում է այսպես կոչված փակուղի։ Ռուբինի ծաղկամանը։ Նայելով այս նկարին նկատում ենք երկու պատկեր՝ ծաղկաման եւ երկու գլխի ուրվագիծ։ Այս տեսողական պատրանքը ստեղծել է Էդգար Ռուբինը 1915 թվականին։ Խաբկանքը պատկանում է երկակի նկարների շարքին եւ դրանց ամենապարզ օրինակն է։ Նկարում երկու պատկեր առաջացնում են մեկ գործոն՝ ստվերը։ Որոշ մարդիկ Ռուբինի ծաղկամանում նկատում են միայն մեկ պատկեր, իսկ թե որ պատկերը դուք առաջինը կնկատեք, հիմնականում կախված է հոգեվիճակից եւ տրամադրությունից։ Անհետացող գույները։ Տվյալ տեսողական խաբկանքի իմաստն այն է, որ եթե կենտրոնանալ նկարի մի կետին, ապա դրա շրջակա գույները կանհետանան։ Մի քանի վայրկյան ուշադիր նայեք այս նկարի կենտրոնում գտնվող սև կետին։ Նկատեցիք, որ գույները սկսեցին աստիճանաբար անհետանալ։ Սա կարծես կախարդանք լինի։ Ըստ մասնագետների, երբ մարդը երկար նայում է մի կետին, ապա նրա ուղեղը ուշադրություն չի դարձնում շրջակա մարմիններին, ու դրանք խամրում են կամ ընդհանրապես վերանում տեսադաշտից։ Ֆրեզերի պարույրը։ Այս պատրանքը ստեղծել է մարդաբան Ջեյմս Ֆրեզերը։ Նայելով այս նկարին մեզ թվում է, որ դա պտտվող գիծ է ու շարժվում է վերև, բայց իրականում դա այդպես չէ։ Եթե ուշադիր գծերը աչքով անցկացնենք, ակնհայտ է դառնում, որ դրանք առանձին շրջանագծեր են։ Եթե տեսանյութը ձեզ դուր եկավ, ապա դրեք լայք ու մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։